Եվրամիությունը պատրաստվում է միլիոնավոր եվրոներ ուղղել Հայաստան, նպատակ է հռչակվում ապահովել Հայաստանի անվտանգությունը, էներգետիկ դիվերսիֆիկացիան եւ պաշտպանել ժողովրդավարությունը հիբրիդային հարձակումներից, ապատեղեկատվությունից։ Առաջին հայացքից շատ ուրախալի է իսկապես, ես ողջունում եմ Եվրամիության, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների լայնամասշտաբ խորացումը, հօգուտ Հայաստանի շահերի, հօգուտ մեր անվտանգության եւ տարածաշրջանում ուժերի բալանսի ապահովման։ Որքան էլ ողջունել է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, միաժամանակ հարցեր են առաջանում։ Տեսեք, կոնկրետ գումարներ են ուղղվում էներգետիկ ոլորտում, ինչ նպատակով, բառացիորեն դա հռչակվում է։ Հանձնակատարներն են այդպես խոսում, թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում եւ միլիոնավոր եվրոներ մինչեւ 500 միլիոնի ինչ որ ծրագրեր են իրականացնելու, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցերը միացնեն վրացականին եւ թուրքականին։ Եթե պետք է թուլանա ռուսական ազդեցությունը հօգուտ թուրքական ազդեցության մեծացման, այստեղ հարցեր են առաջանում։ Ես այդ մասին քիչ անց ավելի մանրամասն կանդրադառնամ։ Երկրորդ վիճահարույց կետը, երբ Եվրամիության պաշտոնյաները միլիոնավոր եվրոներ են ուղղում միջամտելով Հայաստանի ներքին գործերին, որովհետև չեն թաքցնում, որ պատրաստվում են օրվա իշխանություններին աջակցել ընդդեմ ընդդիմության, որին համարում են արտաքին ուժերի ինչ-որ հիբրիդային պատերազմի կողմ, ապատեղեկատվություն եւ օրինակ են բերում Ուկրաինան եւ Մոլդովան, որտեղ Եվրամիությունը փողեր է ծախսել այդ նպատակներով։ Իսկ թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք տեսնում ենք, ինչպես են արտաքին ֆինանսական ներհոսքերը ազդում երկրի անկայունության, պատերազմեր հրահարելու եւ ըստ էության երկրներ աշխարհաքաղաքական մանրադրամ դարձնելու գործում այստեղ ինձ մոտ առաջանում են օբյեկտիվ հարցեր։ Թող Եվրամիությունը աջակցի Հայաստանին հզորացնելու իր ինքնիշխանությունը, ես դեմ չեմ, ես միայն կողմ եմ դրան, բայց եթե մեզ ասում են պետք է ռուսներից փոխվեք գնաք թուրքերից, ավելի մեծ կախվածություն ունենաք, ես ունեմ հարցեր։ Ինչ է նշանակում Հայաստանի էներգետիկ կախվածություն թուլացում Ռուսաստանից։ Դա նշանակում է հրաժարվել ռուսական գազից, ուրանից։ Դա ինչ է իր հետ բերելու, դա բերելու է ադրբեջանական, որը լինելու է գուցե ավելի թանկ։ Դա չի նշանակում դիվերսիֆիկացիա, դա չի նշանակում էներգետիկ անկախության հզորացում, դա նշանակում է մի կախվածությունից փոխել դեպի մյուս կախվածություն, որովհետև առանց ռուսական էժանգազի, որի այլընտրանքը մենք դեռևս չգիտենք, օրինակ տեսականորեն համարենք Ադրբեջանը մեզ տալիս է էժանգազ, վաղը մյուս օր մենք իրենից ենք կախված լինելու եւ երբ ուզի կթանկացնի։ Իսկ եթե մենք ասում ենք, որ Ռուսաստան մենք քեզնից այլևս չեն գնում, գազ ուրիշից են գնելու, Ռուսաստանն իր հերթին կարող է թանկացնել, ասել խնդիր չկա, գնում ես Եվրոպա, եվրոպական գներ են այսուհետ։ Արդյունքում հոսանքը թանկանալու է եւ ստիպված, որպեսզի մենք շատ թանկ հոսանք չունենանք, ել չեմ խոսում ատոմակայանի մասին, ռուսական ուրանի մասին։ Մենք ստիպված պետք է գնանք թուրքերից եւ ադրբեջանցիներից խնդրենք վրացիներից, որ մեզ հոսանք տան։ Սա որքանով է նպաստում Հայաստանի էներգետիկ անկախությանն ու ինքնիշխանությանը, ես չգիտեմ։ Հայաստանի ներքաշել աշխարհաքաղաքական կոնֆլիկտների մեջ ես չեմ կարծում, թե խելամիտ քաղաքականություն է։ Եվ սա հարցեր է առաջացնում։ Սա այն տակտիկան է, որի վերջո բերեց Ուկրաինայում արյունահեղության եւ հսկայական կորուստների։ Հետևաբար ֆիքսենք, որ հանուն Ռուսաստանի թուլացման տարածաշրջանում Եվրամիությունը փողեր է ծախսում, որպեսզի մեր կախվածությունը մեծանա Թուրքիայից։ Ես այստեղ խնդրեմ եմ տեսնում։ Ես կողջունեի եւ մեր ղեկավարությանը կհորդորեի գնալ բանակցել սեփական հզորություններ զարգացնելու համար, այլ ոչ թե մեր էլեկտրական ցանցերը կցել Թուրքիան եւ դարձնել նրա կցորդն ու ենթական։ Սա խնդրեմ է, սա վտանգ է։ Երկրորդը, Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է տալու, որպեսզի Հայաստանի իշխանությունները պայքարեն ինչ-որ հիբրիդային հարձակումների դեմ։ Ով է որոշելու դրանք հիբրիդային են թե ոչ։ Որքանով է այսօր Հայաստանի իշխանությունը իսկապես դեմոկրատական, ինչու են Եվրամիությունում աչք փակում Հայաստանի ղեկավարության ապօրինությունների, խոսքի ազատության սահմանափակումների, այդքան քաղբանտարկյալների արկայության, որ մարդիկ կապ չունի, ովքեր են նրանք, իրենց մի արտահայտության համար կալանք են կրում, փաստացի ձերբակալվում եւ լռեցվում։ Ժողովրդավարությունը մարդու իրավունքները վերաբերում են բոլորին, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանում օրենքը կիրառվում է ընտրողաբար եւ WhatsApp-երով, SMS-ներով է կառավարվում։ Սա տարակուսելի է, որ Եվրամիությունում փաստորեն ոչ միայն բարոյապես, այլև ֆինանսապես աջակցում են իշխանություններին ընդդեմ ընդդիմության եւ իրենք են որոշում ով է ռուսամետ, ով է արևմտամետ։ Ես այստեղ տեսնում եմ մեծ խնդրեմ Հայաստանի ներքին կյանքը վերածելու մի ճակատամարտի, որտեղ եթե իշխանությունը որոշեց, որ դու իրեն հաճոչես, քեզ կպիտակի որպես ռուսամետ, չգիտեմ, հիբրիդային պատերազմի կողմ եւ սկսի քո դեմ քայլեր անել, իսկ Եվրամիությունը կլռի եւ չի տեսնի այդտեղ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոչնչացում։ Սա մեծագույն խնդրեմ է եւ Հայաստանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ առիթ են տալիս Եվրամիությանը, այլ պետություններին
որպեսզի նրանք միջամտեն իրենց ներքին կյանքին։ Վաղը մյուսօր Ռուսաստանը իր հերթին լեգիտիմ կհամարի, որ ֆինանսավորի այստեղ այլ ուժերի եւ սկսեն Հայաստանում իրար կոտորել ուղակի, Հայաստանը վերածելով աշխարհաքաղաքական փորձադաշտի, ինչպես Ուկրաինան է։ Ես սա համարում եմ չափազանց սխալ քաղաքականություն։ Ես տարակուսում եմ, թե ինչպես են Եվրամիությունում վստահում։ Մի օր հապկից դուրս է գալիս, մի օր չի գալիս, մի օր ԵՄ-ին անդամակցելու օրենք է ընդունում, մի օր գնում է Ղազախստանից մեդալներ է ստանում թուրանական աշխարհի հետ կապված։ Ես չգիտեմ ինչպես կարելի է նման իշխանությանը վստահել, բայց հավանաբար Եվրամիությունում տեսել են, որ սա թույլ երկիր է, թույլ իշխանություն է եւ կարելի է սեփական շահերի համար օգտագործել աշխարհաքաղաքական խաղերում։ Սա վտանգավոր պոտենցիալ ունի իր մեջ, սրա մեղավորը Հայաստանի իշխանություններն են, որովհետեւ եթե նրանք նման պայմանավորվածությունների չգնան, նման առիթներ չտան, որպեսզի օտար պետությունները միջամտեն մեր ներքին կյանքին եւ դարձնեն մեզ աշխարհաքաղաքական մանրադրամ, նրանք դա չեն անի։ Դա տեղի ունենում Հայաստանի իշխանությունների թողտվությամբ եւ ապագայում սպասվող աղետների, ճգնաժամերի մեղավորը լինելու է բացառապես Հայաստանի իշխանությունը, ես Եվրամիությանը չեմ մեղադրելու, ես Ռուսաստանին չեմ մեղադրելու։ Հայաստանի իշխանություններն են տալիս նման առիթներ։